մենք չպարում էինք, էլի։ Վայելում էինք։ Պատեշա էինք անում, իսկ հիմա պատեշայով հետ եկանք տաղավար ու լսում եք ձայներ, եթե չեք լսում, մենք լսում ենք։ Մենք կփոխանցենք։ Դուք էլ եք լսում։ Գեղեցիկ, խոհանոցային, համեղ ձայները։ Հոտերը, համերը չեն կարող փոխանցել։ Դեռ չենք կարող, դրա համար իհարկե մեզ օգնության է գալիս հասնում մեր գործընկեր Անուշը իր համեղ բաղադրատոմսերով եւ 2026 թվականին առաջին անգամ ասում ենք բարի լույս։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այո, բույրը հասավ, չէ՞, այդտեղ զգացիք, հեռուստադիտողներն ափսոս չեն զգա, բայց ասեմ, որ հավի կրծքամիսը արդեն տապակում է, որպեսզի մեր եթերաժամը բավականացնի եւ պատրաստելու ենք աղցան, որը կարող է նույնիսկ ընթրիք լինել, շատ համեղ, հագեցնող եւ վիտամիններով հարուստ։ Եվ ինչ մենք օգտագործենք հազարի տերև, համեմ, լոլիկ, պղպեղ եւ հավի կրծքամիս ու թանձրուկի համար տարբեր բաղադրիչներ այստեղ կան, ընթացքում կասեմ։ Ասեմ, որ հավի կրծքամիսը տապակել ենք, նախապես իհարկե համեմել եմ, մի փոքր թողել եմ, որպեսզի մի լավ համերը խառնվեն, սոյայի սոուս, պղպեղ, աղ մի փոքր, շատ քիչ եւ սև ու կարմիր պղպեղ։ Ու հիմա տապակում ենք, մինչև կտապակվի մեր աղցանը կհավաքենք։ Սա ամենաարագ պատրաստվող աղցաններից է, որը ես տանը շատ հաճախ եմ պատրաստում, երբ հյուրեր եմ ունենում, առաջնահերթ միշտ մտքիս գալիս է սա, որովհետև երկար ոչ մի բանի վրա չեք ծախսում, այսինքն ժամանակը միայն մի քիչ ավելի երկար է միսը տապակելու համար։ Մնացածը արագ դասավորում ենք տեղում, վերջում թանձրուկ ավելացնելու ենք եւ պատրաստ է։ Այսինքն հավաքելու ենք մեր աղցանը ափսեի մեջ։ Կարող ենք իրեն դիտարկել որպես տաք աղցան։ Եթե այո, այդ պահին, եթե միսը հենց այդ պահին ուտենք, կարելի է եւ այդպես։ Եվ մեկ անգամ էլ կկիսվես, այսինքն մեզ հետ կիսվելուց բացի նաև կիսվենք հերթատողների հետ, թե ինչպես է կոչվում աղցանը։ Աղցանը կոչվում է Ժոզեֆինա։ Շատ գեղեցիկ, Ժոզեֆինա։ Ինչու է Ժոզեֆինա։ Վստահ եմ ամեն կհավանեք, որովհետև իսկապես շատ համեղ է ու իմ հյուրերն էլ երբ հարցնում են, ասում եմ Ժոզեֆինա, սկսում են էլ ավելի հետաքրքրվել այս աղցանով եւ ոչ ոք չի մոռանում դրա մասին։ Դե ախր Ժոզեֆինա նույն ինքը Նապոլեոնը չէր կարող մոռանալ։ Ինչն է դա։ Ասացի Նապոլեոն, հիշեցի այն համեղ քաղցրավենիքը ինձ համար, որը անբաժան մասն է նաև ամանորի։ Նապոլեոնը։ Նապոլեոնը, մեր բոլորի շերտավոր համեղագույն կրեմով պատրաստված եւ օրինակ Նապոլեոնի ստեղծման պատմությունը շատ շատերին գուցե հայտնի է, թե ինչու է այդ քաղցրավենիքը կոչվել Նապոլեոն, որովհետեւ սկզբում երբ պատրաստել են, նման է եղել Նապոլեոնի գլխարկին, այն ժամանակաշրջանը, երբ պատրաստվել է եւ այլն, պատմական ակնարկ ունի դա։ Ուզում եմ հասկանալ այս աղցանը ինչու է անվանվել Ժոզեֆինա։ Կա արդյոք այդպիսի փաստեր, գուցե գաղտնիքներ, Անուշ։ Ես կարծում եմ, ես բլոգերներից մեկի մոտ եմ տեսել այս բաղադրատոմսը եւ ինձ թվում է իր մոտ էլ մի առեղծվածային Ժոզեֆինա է եղել այդպես։ Եւ որոշել է այս գունը տղամարդ էր։ Այո։ Եվ որոշել է այս ամեն ինչ պարզ է։ գեղեցիկ աղցանը անվանել Ժոզեֆինա։ Մի անգամից առեղծվածային գուցե կնոջ անունն է դրել։ Գուցե, բայց այդ դեպքում կասեր։ Ինչ ասած, ոչինչ։ Դա այդպես չգիտեմ, դա ենթադրություն է։ Գաղտնիքները միշտ ավելի հետաքրքիր են դարձնում պատմությունները։ Երբ չբացահայտված ինչ-որ մի բան կա այդ պատմության։ Գիտես, կարևոր չի ինչու է Ժոզեֆինա, կարևորը որ այս Անուշը համեղ ու հետաքրքիր աղցան է մեզ հերթական առաջարկելու ու վստահ եմ որ շատ համեղ է լինելու։ Համաձայն չես։ Այո, ու ես հետևում եմ ինչպես միշտ Անուշը ուշադրություն է դարձնում նաև գույներին, որ առատ լինեն դրանք աղցանի մեջ։ Պարտադիր։ Որքան շատ գույներ, այնքան համեղ։ Արդեն այնքան եմ գունեղ պատրաստել, որ երբեմն ինչ-որ բաղադրատոմս է լինում, համեղ է, բայց գունավոր չի լինում։ Մի տեսակ ոնց որ կարծես թե սեղանը այդքան էլ գեղեցիկ չի լինում եւ որոշում եմ չպատրաստել։ Անսովոր է դառնում։ Անուշ, իսկ երբ տանը մենակ ես եւ պետք է պատրաստել միայն քեզ համար, կրկին ուշադրություն դարձնում ես, որպեսզի գունեղ լինի գեղեցիկ, մատուցման ափսեն հատուկ ընտրված, թե ոտքի վրա արագ մի բան կարելի է ուտել։ Քանի որ հազվադեպ է լինում այդպես,
որ միայն ինձ համար պատրաստեմ, հիմնականում երեխաներս միշտ սպասում են, ով գոնե նրանք հաստատ եւ սիրում են շատ գունեղ, համեղ սնվել։ Դրա համար միշտ փորձում եմ այդպես անել, երբես միայն ինձ համար հիմնականում չեմ պատրաստում։ Երևի թե այդպես չէի հասցնի անել։ Եվ հետո ինձ շատ դուր է գալիս, երբ ես պատրաստում եմ ու դիմացինը լավ խոսքեր է ասում, հավանում է եւ երբ որ օրինակ պատրաստում եմ եւ երեխաներս հավանում են, ասում եմ, եթե դուք հավանեցիք, ուրեմն լավն է։ Կարելի է նաեւ տաղավարում պատրաստել։ Այո։ Իսկ այս ամանորին ինչ որ նոր բաղադրատոմսով զարմացրել ես քո հյուրերին եւ որն է եղել դա։ Այո, իդեպ մեր խոհարարները ունեցանք ֆուդ բլոգերներ հյուրեր, ովքեր որ պատրաստեցին շատ համեղ հետաքրքիր նախուտեսներ եւ ես բոլորը օգտագործել էի տանը ու շատ էին ասում ինչ գունեղ է, գունավոր է սեղանը ու շատ տարբերվող։ Գրեթե ավանդական ոչ մի ուտես չկար։ Այս տարի ամեն ինչ նոր էր։ Մոտավորապես մի 7 տեսակի աղցան։ Օնու։ Սիրում եմ ես աղցաններ, այո։ Բայց թարմ փոքրիկ, շատ քիչ, որպեսզի չմնա եւ ոչ մի բան ավելորդ չէր ու չի հնացել, նույնիսկ հաջորդ օրվան գրեթե ոչ մի բան չի մնացել։ Այդ ամենակարևորը։ Որովհետեւ թարմ, այդ նմանատիպ աղցանները պատրաստում եմ հենց օրվա համար։ Արդեն հավունիսը պատրաստ է, կարող ենք դնել մի կողմ, լոլիկը կտրենք եւ միսը կտեղավորենք։ Իսկ համեմը։ Համեմը վերջում։ Իսկ թանձրուկը։ Թանձրուկն ամենավերջում։ Պիտի նշեմ, որ այս տարբերակով տապակված հավի կրծքամիսը հիանալի բույր ունի, սիրելի հեռուստադիտողներ։ Ես էլ չեմ հասցրել նախաճաշել, այնպես որ շատ քաղցած։ Մանեն ավելի վաղ է հոտը արել այդ համեղության։ Ամբողջ ընթացքում տեսահոլովակի ես այսպես նստած եմ։ Նորցեցի շատ ակտիվ։ Այս տարբերակով իսկապես շատ համեղ է ստացվում։ Եվ ընդհանրապես եթե օրինակ ոչ սոյայի սոուսով, մի փոքրիկ սխտորի փոշի, սխտոր կամ աղ պղպեղ եւ սխտոր, այդպես ամենահետաքրքիր ու մի փոքր էլ քարի կարելի է ավելացնել։ Միսը տապակելու համար։ Այո։ Այդպես նույնպես շատ համեղ է ստացվում։ Ու տարբերվող է։ Ես վերջերս փորձել եմ, բայց բրնձի հետ մատուցելու համար հավի կրծքամիսը տապակել սոյայով եւ մեղրով։ Վերջում նաև ավելացրել էի թանձրուկ որպես նարինջ։ Պիտի ասում, որ բավականին հետաքրքիր էր ստացվել։ Մի օր փորձի մեր խոհանոցում պատրաստել։ Շատ լավ։ Լավ։ Կաշխատեմ այնպիսի օր, որ մենք միասին լինենք եթերում։ Հետո կփորձես կասես կարծիքդ։ Բայց պետք է անուն էլ մտածենք։ Գնանք տեսնենք ինչ-որ մի հետաքրքիր։ Ժոզեֆ կլինի։ Չէ, Ժոզեֆ։ Չէ, մի ուրիշ բան կմտածենք։ Ավելի ոչ ստանդարտ, Ժոզեֆը շատ ստանդարտ է աղցանի համար։ Կպատրաստենք միասին եւ կորոշենք տեղում։ Տեղում, այո, կհասկանանք, թե ինչ անուն պետք է ունենա այդ ուտեստը։ Այո։ Հիմա մենք ունենք այստեղ մանանեխի փոշի։ Մոտ մի գթալ։ Իսկ ինչու ոչ մանանեխ, Անուշ։ Այդ ճիշտն ասած այդպես է հենց բաղադրատոմսը եւ ես այդպես էլ չեմ փոխել, այո, թողել եմ փոշի, մի փոքր աղ, մի փոքր սոյա, կիտրոնի հյութ, կիտրոնի հյութը մի քիչ շատ եւ հիմա խառնում ենք մի լավ ու ավելացնում ենք աղցանի վրա։ Իսկ ձիթայուղ։ Քունջուտ չկար։ Այո, եւ ձիթայուղ պետք է ավելացնենք։ Քունջուտը վերջում։ Ամենավերջում կզարդարենք։ Երբ դու խոհանոցում ես, Ռուբենը պահանջում է քունջուտ։ Չէ, ես գիտեմ նրա նախասիրությունները, անպայման պետք է վերջում ինչ-որ։ Այո, կամ ընկուզեղը, կամ որևէ սեր պարտադիր պետք է օգտագործել աղցանների համար։ Եվ կանաչին կավելացնենք ու քունջուտը շատ արագ է պատրաստվում եւ համեղ է։ Դրա համար ես շատ հաճախ եմ օգտագործում այս աղցանը։ Հիմա կավելացնենք նաեւ համեմ։ Եվ քունջուտ։
Եվ տեսքն է շատ գեղեցկանում, եւ իհարկե չմոռանանք օգտակարության մասին։ Այսքանը կարող ենք ասել անուշ լինի, վստահ եմ մեր հեռուստադիտողները կհավանեն եւ անպայման կհիշեն այս բաղադրատոմսը։ Շնորհակալություն Մենք բացի բաղադրատոմսը հիշելուց վստահ ենք, որ նրանք նույն անունն էլ, անվանումն էլ կհիշեն։ Ժոզեֆինան պատրաստ է։ Համեցեք համտեսելու Ժոզեֆինը։ Շատ շնորհակալություն Անուշ, իրոք որ շատ արագ պատրաստվող, շատ այսպես հենց քո բացատրած ձևով, հա, ամեն ինչ ձեռքի տակ է, մի քիչ երկար է միսը տապակելը, բայց մի քիչ շատ հարաբերական է, ընդամենը 3-ից 5 րոպե։ Կարծում եմ։ Շնորհակալություն Անուշ, մենք շտապենք հիմա փորձելու, քանի որ Ժոզեֆինան արդեն պատրաստ է, իսկ դուք այո, պետք չէ սպասեցնել Ժոզեֆինային, որպեսզի տաք աղցան լինի նա, ոչ թե արդեն սառը վիճակում փորձենք։ Ժոզեֆինային տաք փորձենք։ Թե չէ կսառի։ Առաջարկում եմ շարունակենք եթերը երաժշտություն լսելով։